Ապրիլի 18-ից 19 Meridian Expo կենտրոնում անցկացվել է Career City Fest-ը, լավագույն գործատուների ամենամեծ եւ սպասված կարիերային փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում էր նաեւ ներքին գործերի նախարարությունը։ Փառատոնի մեկնարկն ազդարարեց ոստիկանության գվարդիայի նվագախմբի շքերթը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել նման ձևաչափով միջոցառումներին գերատեսչության մասնակցությունը, այն դիտարկելով նոր կադրեր ներգրավելու լավ հնարավորություն։ Արփինե Սարգսյանը զրուցել է ծառայողների հետ, ծանոթացել տաղավարում ներկայացված տեխնիկական միջոցներին։ Կարիերայի փառատոնը հնարավորություն է տալիս ավելի անմիջական շփվել երիտասարդների հետ, ներկայացնել ծառայության առանձնահատկությունները եւ ոգեշնչել, որպեսզի ներգրավենք մեր շարքերը։ Ներկայացնում ենք մեր բարեկային ծառայությունում առկա հատուկ միջոցները, որոնք հիմնականում բաժանում են երկու մասի՝ ամենօրյա ծառայության համար նախատեսված եւ արտակարգ իրավիճակներում օգտագործող հատուկ միջոցները եւ դրանց կիրառման կանոնները եւ տարբերակները։ Ներքին գործերի նախարարության տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու ոչ միայն պարեկային եւ փրկարար ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը, այլև ծառայողների հետ զրուցելու ոլորտներում մասնագիտական աճի եւ կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին։ Այցելուները մեծ հետաքրքրությամբ մոտենում են մեր տաղավարին, աշխատանքի վերաբերյալ հարցեր են տալիս, մենք էլ սիրով պատասխանում ենք։ Հարցերը բազմազան են, սկսված մեր տրանսպորտային միջոցներից, տեխնիկապես հագեցվածությունից, լրակազմից, մինչև մոտոցիկլի պարազինություն, հագեցվածություն։ Ծառայողները կիսվել են փորձով ներկայացրել հաղթահարած մարտահրավերները, գրանցած ձեռքբերումները, նաև ծառայության շարքերը համալրելու վերաբերյալ տրամադրել խորհրդատվություն։ Փառատոնի օրակարգը նաև հագեցած էր աշխատաշուկայի եւ կարիերայի զարգացման արդի թեմաներին նվիրված պանելային քննարկումներով։ Աշխատանքի ապագան 2030-ի խորագրով քննարկմանը մասնակցել է ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։ Նա ներկայացրել է կայուն աշխատանքի վերաբերյալ ավանդական ընկալումները, նշելով, որ դրանց վերաբերյալ կարծրատիպերը առաջիկա տարիներին կփոփոխվեն, պայմանավորված թվային գործիքակազմերի շեշտակի զարգացմամբ։ Նրա խոսքով պետական կառավարման համակարգում ընթացող թվայնացման գործընթացները, մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթը, ինչպես նաև արդյունքահեն եւ ռիսկահեն կառավարման մոտեցումները ձևավորելու են նոր իրականություն։ Նատալի Սահակյանը կիսվել է ներքին գործերի նախարարության փորձառությամբ, ներկայացնելով ենթակա ծառայությունների նորացման, կադրերի հավաքագրման, իրականացվող բարեփոխումների արդյունավետության եւ արժանիքահեն աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացների վերաբերյալ մանրամասներ։ Քննարկվել են նաև կարիերայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող ժամանակակից տեխնոլոգիաների, նոր հմտությունների եւ աշխատաշուկայի փոփոխություններին առնչվող հարցեր։